Պարոն Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է եղել։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ։ Առաջինը պարզապես Ռուսաստանն է, դրա համար ուզում եք հասկանալ։ Ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստանը, առաջինը Իրանն էր կամ Ֆրանսիան էր կամ չգիտեմ որևիցե այլ երկիր։ Պարզապես մեր հարաբերությունները հաշվի առնելով։ Մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն ենք ներկայացրել։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանը ինչ որ հաղորդագրության մեջ։ Բայց Ռուսաստանից առաջարկ է հնչել, որ Ռուսաստանից առաջարկ է նախարարությունը ասում է, որ պայմանավորվենք ժամի, այսպես ստորագրման հետ կապված, հիմա դուք եք ասում Ալիևը խոսում է 0, այսպես տոկոս վստահության մասին։ Ինչ ասում շարունակությունն էլ ասա, որ հարցը տեղին լինի։ Ասում եմ, որ ամեն ինչ պետք է դեպի թղթի վրա։ Թղթի վրա։ Հիմա մոտ ժամանակներում, երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման, այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում, չգիտեմ, 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը։ Դե մի քիչ բան հարց է տալի Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված են համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված են։ Նույնիսկ եթե այնտեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը չեղած լինի, հələ ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ։ Հնարավոր է վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ, որը տեքստը փակ է։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակ է։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։